Կարող ես խնայել ժամանակը։ Բա ինչի՞ ծիծաղ մեջ ես։ Այո, ես այստեղ վատնում եմ ժամանակը։ Հետաքրքրված ես ֆրիլանս աշխատանքով, ապա այս տեսանյութը դիտիր մինչև վերջ։ Հիմա ձեզ կներկայացնեմ ֆրիլանս աշխատանքի դրական և բացասական կողմերը։ Աշխատանք, որտեղ ուզում ես։ Դու կարող ես աշխատել տանից, սրճարանից կամ ուղղակի ճամփորդելիս։ Կարող ես խնայել ժամանակը։ Առավոտյան չկան խցանումներ և չես ծախսում ավելորդ ժամանակ աշխատանքի հասնելու համար։ Չես շեղվում աշխատանքից։ Եթե աշխատում ես տանից, ոչ ոք չի խանգարում անիմաստ զրույցներով կամ հանդիպումներով։ Աշխատանքի ավելի լայն հնարավորություններ։ Կարող ես աշխատել տարբեր երկրների ընկերությունների հետ առանց բնակավայրը փոխելու։ Արի հիմա խոսենք բացասական կողմերի մասին։ Աշխատանքի և կյանքի սահմանների կորուստ։ Երբ աշխատավայրն ու տունը նույն տեղում են, շատ հեշտ է անընդհատ աշխատել և մոռանալ հանգստի մասին։ Կարող է լինել միայնություն։ Չկան գրասենյակային այդ հետաքրքիր պահերը, քննարկումները և հանդիպումները։ Ինտերնետային կախվածություն։ Ուժեղ ինտերնետը պարտադիր է, քանի որ կարող է լինել խնդիրներ աշխատանքի ժամանակ, հատկապես վիդեոզանգերի հետ կապված։ Դիսցիպլինայի կարիք։ Ոչ ոք չի կարող վերահսկել աշխատանքդ, այդ իսկ պատճառով պարտավոր ես ինքնակազմակերպվել։ Տարբեր ժամային գոտիներ։ Եթե աշխատում ես միջազգային թիմում, հնարավոր է, որ քո աշխատանքային ժամերը չհամընկնեն թիմի մյուս անդամների հետ։ Ֆրիլանսը իդեալական է նրանց համար, ովքեր սիրում են ազատություն, ինքնուրույն աշխատել և կառավարել իրենց ժամանակը։ Իսկ որն ես նախընտրում դու՝ մարտահրավեր, թե հարմարավետություն։